Առաջարկում եմ դիտել այս տեսանյութը և մտովի վերադառնալ 2017 թվական ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջան և վերհիշել, թե ովքեր և ինչեր էին խոստանում հայ ժողովրդին։ Գործարար Սամվել Կարապետյանը խոստացավ լավ նորություններ, ներդրումներ արտադրության, ծառայությունների և այլ ոլորտներում։ Ներդրումների հագին մեծ մաս ուղղել ենք Լոռու մարզ։ Դրա համար մենք ունենք պատրաստած շատ նոր ծրագրեր, ինչի մասին խոսենք ձեզ հետ մարտ ամսին, 300 միլիոնը խոսենք մարտին։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Լավ բաների մասին խոսենք մարտ ամսին։ Սա հունվար ամիսն էր 2017 թվական, հիմա եկեք տեղափոխվենք իրենց ասած մարտ ամիս 2017 թվականի ընտրություններից մի քանի օր առաջ մարտի 25-ին։ Երբ ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 միլիարդ դոլարի զգայացավալ ներդրումներ բերելու մասին Հայաստան, կարող ենք փաստել, որ սա այդ ծրագրի մի մասն է, այս ակումբի ստեղծումը։ Որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 միլիարդի ներդրումային ծրագիր իրենց աղբյուրներով, կատարողով, պրոյեկտով։ Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել, եթե հիշում եք հարցազրույցի ժամանակ, ինչ առարկայական գործնական քայլեր ենք տեսնելու, շնորհակալություն։ Սա զարմանք չի։ Միշտ մարտն զարմացնում ենք։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Առաջին քայլը երբ կտեսնենք, կներեք այն հստակեցումը։ Այժմ եմ դեռնից ելանք առաջի քայլելնելու։ Հարցը եմ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Սամվել Կարապետյանին հարցը ուղղեմ, արդեն կա որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ եւ արդյոք կան հստակ ծրագրեր եւ աշխատատեղերի մասով ինչ հարց է լուծվում այս ներդրումները, ունեք գնահատականներ։ Անպայման ունենք գնահատականներ, մենք ընտրել ենք ներդրումային ծրագրեր, հիմնականում դա էներգետիկայի ոլորտում է։ Մենք փորձելու ենք այս արագ ներդրումների հաշվին աջակցենք, որպեսզի հնարավորություն ունենա կառավարությունը իրոք վերանայի տարիֆները իօգուտ նվազեցման։ Էներգետիկայի մասին խոսքը էլեկտրոէներգիայի։ Իսկ ծավալները կան, կարող ենք ծավալները կան, ծավալները քիչ չեն, դրա մասին կիմանաք հաջորդ դասը։ Իսկ հաջորդ դասը այդպես էլ չեղավ և այն ներդրումները, որոնք որ միլիարդավոր խոստանում են ընտրություններից օրեր առաջ չեղան, էլեկտրաէներգիայի գնի իջեցումը չեղավ և այն տնտեսական փուչիկը, որ փչել էին, չաշխատեց, որովհետև անգամ այդ խոստումներից հետ ված էին հանրապետականների հետ միասին միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանել։ Հիմա այդ տնտեսական փուչիկը փորձում են նորից փչել, 300,000 աշխատատեղ, 0% հարկ, 20% դեղերի իջեցում, թոշակների բարձրացում, գործարանների կառուցում եւ այլն, բայց ինչպես այն ժամանակ այդ փուչիկը պայթել է, այնպես էլ հիմա է այս փուչիկը պայթելու։